Քննչական կոմիտեն չի մանրամասնում ինչ հոդվածով է քրեական վարույթ նախաձեռնել զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մահվան պատճառը պարզելու համար։ Պաշտպանության նախարարությունը կեսօրին է հայտնել, որ զինվորի մարմինը հայտնաբերվել է հրազենային վնասվածքով։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը կարծում է, որ ավանդույթի ուժով ինքնասպանության հասցնելու հոդվածով գործ հարուցած կլինեն։ Սովորաբար այս ուրեմն հաղորդագրությունները դրա այդպես են ավարտվում, էլի։ Եվ դա արտառոց է, որ մի երկու ժամվա մեջ իրենք որոշում են, որ դա ինքնասպանություն է։ Նախորդին է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը ներկայացրել այս տարվա բանակային ողբերգությունների վիճակագրությունը։ Մինչև Գրիգոր Զաքարյանի մահը այս տարի 11 զինվոր էր մահացել բանակում։ Նրանցից 4-ին ըստ պաշտոնական վարկածի ինքնասպանության են հասցրել, եւս 4-ը ինքնասպանություն է գործել։ 2-ին սպանել են, մեկնականի պայթյունից է մահացել, 2-ը հիվանդությունից։ Ծառայության հետ կապված հանգամանքներում ունեցել ենք մահվան 11 դեպք, որից այս տարվա հաշվետու ժամանակահատվածում ունեցել ենք 11 մահվան դեպք, որից 5-ն են ժամկետային զինծառայողներ, մեկը պայեստազորային, իսկ մյուս 5-ը պայմանագրային զինծառայողներ։ 3 տասնամյակ զինծառայողների, նրանց ծնողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Ժաննա Ալեքսանյանը կարծում է, անձնասպանություն որակված մահերը իրականում սպանություններ են։ Փորձը ցույց է տալիս, որ դաժան հանցագործություններ են կոծվում ինքնասպանության հոդվածով։ Այդ ինքնասպանությունները սովորաբար դրանք ինքնասպանություններ չեն, որտեղ մենք բազմամյա փորձ ունենք հենց այդ գործերով, եւ մենք տեսնում ենք, որ դրանք հիմնականում սպանություններ են։ Ինչ հանգամանքներում է մահացել Գրիգոր Զաքարյանը, պաշտոնական աղբյուրները լռում են։ Պաշտպանության նախարարությունը չի հայտնում անգամ զինծառայողի տարիքը եւ պայմանագրային է արդյոք թե ժամկետային։ Չի գաղտնազերծվում նաեւ թե որտեղ է հայտնաբերվել զինվորի մարմինը։ Ես ենթադրում եմ, որ դա հենակետում է եղել, որովհետեւ հիմնականում դեպքերը լինում են հենակետում, մահվան դեպքերը, եւ որտեղ իսպար բացակայություն է վերահսկողության։ Ամեն զինվորի մահից հետո կադրային փոփոխությունների պահանջով թնդում է համացանցը, նկատում է իրավապաշտպանը։ Պատասխանատվության ենթարկվող սպաներ եղել են բանակում, ֆակտորի տաղավարում հայտարարել է պաշտպանական գերատեսչության խոսնակը, առանց մանրամասնելու թե ովքեր են ազատվել պաշտոններից եւ քանի սպայի մասին է խոսքը։ Իհարկե եղել են, ոնց կարող են չլինել։ Թվային կարող եք նշել։ Այս բանի նման վիճակագրություն չունեմ ինձ հետ։ Գրիգոր Զաքարյանի մահից հետո ռազմական ոստիկանությունն է հայտնվել Փաշինյանի թիրախում։ 2018-ից 2025 թվականներին 427 զինվորի մահից հետո 2026-ի ամռանը Փաշինյանը նկատել է, որ թերանում է ռազմական ոստիկանությունը։ Ռազմական ոստիկանությունում փոփոխություն կունենանք, բարոյահոգեբանական ապահովման վարչությունում փոփոխություն կունենանք եւ նաեւ մանրամասն կվերլուծենք, թե ինչու այդ ուղղությամբ մեր գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունքներ չեն տալիս եւ հետեւությունների կգանք։ Փաշինյանի այս հայտարարությունից հետո հրապարակը տեղեկացել է, որ պաշտոնից ազատման դիմում է գրել ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը։ 2020-ից ռազմական ոստիկանությունը ղեկավարող Զաքարյանի պաշտոնանկության լուրը պաշտոնապես ոչ հաստատվել, ոչ հերկվել է։ Փաշինյանը խնդիրներ չի տեսնում գլխավոր շտաբի պետի ու պաշտպանության նախարարի աշխատանքում։ Իմ գնահատականը այն չէ, որ այս իրադրությունում գլխավոր շտաբի պետը եւ պաշտպանության նախարարը բավարար ջանքեր չեն գործադրում այդ խնդիրը լուծելու համար։ Որ Նիկոլ Փաշինյանը ասում է իմ գնահատմամբ, մենք տեսել ենք իր գնահատականները։ Ժաննա Ալեքսանյանը նկատում է Փաշինյանը 8-ամյա կառավարման ընթացքում առաջին անգամ է բանակում փոփոխությունների անհրաժեշտություն տեսել։ Պնդում է պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի պետը պետք է պատասխան տան բանակային հարյուրավոր ողբերգությունների համար։ Դուք ո՞նց չեք ափսոսում այդ մարդկային կյանքերը։ Դուք եք զորակոչում բանակ, դուք եք գլխով պատասխանատու զինվորի մահվան համար։ Դուք եք պետք է պատասխան տաք։ Մեկ ամիս չի անցել բանակային վերջին ողբերգությունից։ Հուլիսի 21-ին էր քննչական կոմիտեն հայտնել բանակում հերթական մահի մասին։ Մամուլը պարզել էր, որ 21-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանին ծեծելով ինքնասպանության են հասցրել առաջին մարտական հերթապահությունից հետո։ Այդ մեղադրանքով կալանավորված 2 զինծառայող կա։ Ողբերգությունից հետո ինչու Սուրեն Պապիկյանը չի այցելել այդ զորամաս, զարմանում է իրավապաշտպանը։ Դա շատ մեծ ազդեցություն է ունենում զորամասի վրա։ Երբ որ նախարարը գալիս է դեպքի վայր, տեսնի ինչ է պատահել։ Այս պատասխանատվությունն է կարևորը, որ դա պետք է երևա, պետք է տեսնեն մյուսները։
Դեպքի վայր չի այցելել, բայց ձեռքերը ծալած չի նստել Սուրեն Պապիկյանը հասկացնում է պաշտպանական գերատեսչությունը, որը չորեքշաբթի լուսանկար է տարածել հայտնելով նախարարը խորհրդակցություն է անցկացրել Զինուժում հոգեբանական ծառայությունների աշխատանքի վերաբերյալ։ Ալբերտ Սերոբյան, Արաքել Օհանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։